Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ արդեն բավականին երկար ժամանակ լսում ենք Տեր Բրահմայի աղոթքները, որը ինքը մատուցում է Գերագույն Աստծո ազնվորությանը։ Ես ամեն անգամ փորձում եմ արդարանալ հատկապես նրանց առաջ, ովքեր որ ձանձրանում են այսպիսի տեքստերից, որ իրականում եթե մենք լսում ենք Բաղավատամը ոչ թե որպես մեզ համար ինչ-որ այսպես զվարճանք, այլ հոգևոր կյանքի հիմք, ապա այսպիսի տեքստերը, որտեղ մեծ կենդանի էակները, այսինքն իրենց կալիբրով էլի ծանր կենդանի էակները, հանդիպում են Գերագույն Աստծո անձնավորության հետ, որ այդ հանդիպման գաղափարը ինքը եզակի գաղափար է, որը մեր մոլորակի վրա այլևս ոչ մի տեղ չի հանդիպում այդ խոսակցությունը, որ ազնվորությունները իրենց հոգևոր կյանքի հետևանքով այստեղ եւ հիմա կարողանում են շփվել Գերագույն Աստծո ազնվորության հետ եւ իհարկե իմенно հոգևոր զարգացման տեսանկյունից շատ դժվար է գերագտահատել այս տեքստերի արժեքը եւ այս պահին ուրեմն Տեր Բրահման ինքը խոսում է իր հասկացողության մասին Գերագույն Աստծո ազնվորության, բնության, նյութական աշխարհում ապրող կենդանի էակների հոգեբանության, նրանց իրականության մասին, որի մեջ իրենք հայտնվում են, խոսում է Գերագույն Աստծո ազնվորության դիրքի, նրա վերաբերմունքի մասին այս աշխարհի հանդեպ եւ այս տեքստերը մեզ հնարավորություն են տալիս, որպեսզի առաջին հերթին հատկապես այս դեպքում, երբ որ խոսում է Տեր Բրահման, այսինքն երբ որ խոսում է մի ազնվորություն, որը ինքը բանականության մարմնավորումն է, չէ՞, եւ սա նշանակում է, որ շատ բարձր գնահատելու ունակություն ունի, հա, եւ ուրեմն մենք այստեղ կարողանում ենք տեսնել, թե ինչպիսին է գնահատում Գերագույն Աստծո ազնվորությանը կամ նյութական աշխարհում ապրող կենդանի էակներին բարձր զարգացած բանականությունը եւ կարողանում ենք համեմատել, թե ինչ պատկերացումներ ունեինք մենք աշխարհի մասին, այդ նույն Աստծո մասին, կենդանի էակների մասին, ինչ սպասելիքներ ունեինք մենք եւ ինչ իրականության կամ ինչ ճշմարտությունների մասին է խոսում այստեղ Տեր Բրահման։ Այս ամենը ինքը իրականում շատ կարևոր թեմաներ են եւ մենք ուրեմն կարդանք հաջորդ տեքստը եւ սկսենք քննարկել այն, այսօր մեզ շատ հետաքրքիր տեքստ է սպասվում։ Ուրեմն Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 9-րդ գլուխ տեքստ 19 Ով իմ Տեր, քո անդրաշխարհիկ լիլաները Երևան բերելու համար դու քո իսկ կամքով ընդունում ես տարբեր կենդանի էակների ձևեր, հայտնվելով թե մարդկանցից ցածր կանգնած կենդանիների մեջ, թե կիսաստվածների շրջանում։ Քեզ չի կարող դիպչել նյութական ախտը։ Դու այս աշխարհ ես գալիս միայն այն պարտականությունները կատարելու համար, որոնք նախատեսված են քո հաստատած դհարմայի սկզբունքներով։ Այդ պատճառով, ով գերագույն անձնավորություն, ես խորին երկյուղածությամբ խոնարհվում եմ քո առջև, դու, որ ընդունում ես այս բազմազան ձևերը։ Հա, եւ ուրեմն սկսենք քննարկել մեր տեքստը։ Ուրեմն տեսանք, որ առաջին հերթին Տեր Բրահման ինքը ասեց, որպեսզի դու ի հայտ բերես քո տրանսցենդենտալ խաղերը։ Լիլա բառը նշանակում է խաղ։ Հա, քո տրանսցենդենտալ խաղերը։ Այստեղ հետաքրքիր թարգմանվել էր անդրաշխարհիկ եւ տպավորություն է, ոնց որ խոսքը գնում է մահացածների աշխարհի մասին, բայց իրականում այստեղ տրանսցենդենտալ խոսքն է։ Հա, այսինքն քո տրանսցենդենտալ խաղերը ի հայտ բերելու համար։ Սա իրականում շատ կարևոր ուրեմն գաղափար է, որովհետև ուրեմն այստեղ առաջին հերթին խոսացվում է նրա մասին,
որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գալիս է նյութական աշխարհ։ Մենք ձեզ հետ շատ ենք խոսացել այս թեմայով, չէ՞։ Այսինքն հիմա այստեղ ինչի մասին է խոսքը, ինչ է նշանակում գալիս է։ Տեսեք, սովորաբար, չէ՞, սա ինքը շատ կարևոր թեմա է, էլի։ Սովորաբար այն կրոնական տեսությունները, որոնք իրենք վերջնականում մարդուն այստեղ եւ հիմա, այսինքն մահվան գծից անկախ չեն խոսք տալիս որևիցե բան, ասեք որևիցե արդյունք, չէ՞։ Նրանք չեն կարող խոսել դրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գալիս է այս աշխարհ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ ակտիվ մասնակցություն է ունենում այս աշխարհում հոգևոր ճանապարհը բռնած կենդանի էակների կյանքում։ Եվ այս ամենը, ինչ որ մենք հիմա ձեզ հետ քննարկում ենք, չէ, իրականում սա շատ կարևոր կետեր են, որտեղ մենք պետք է կարողանանք տեսնել, թե ընդհանրապես ինչի մասին են խոսում արիացիները եւ այն ինչի մասին որ իրենք խոսում են, սա կոպիտ ասած խելքին մոտ բան է, թե ցնորք է։ Ասեմ, որ շատ հաճախ այս թեմաները իրանք մարդկանց կողմից արժանանում են Կրիլովի առակի ուրեմն թեմայի համապատասխան, որտեղ եթե դուք հիշում եք, Կրիլովը ուներ այդպիսի մի առակ, որտեղ ինքը խոսում էր նրա մասին, Կրիլովն էր թե բանը, մինը, Էզոպը, նոշ իրանցից ինչ-որ մեկը արդեն դա մի 45 տարի առաջ եմ անունները չեմ հիշում, էական չի, կա այդպիսի առակ, այսպես ասենք, չէ, որ բանը, աղվեսը ինքը հանդիպում է խաղողի բանին, խաղողը այսպես բարձր կախած, չէ, եւ շատ ուզում է համտեսել, բայց չի կարողանում հասնել այդ խաղողին եւ այդ ժամանակ, որպեսզի ինքը իրեն մխիթարի, ինքը հայտարարում է, որ չարժի вообще, ես այդ խաղողը ոչ էլ ուզում եմ, որովհետեւ այդ խաղողը խակ էր։ Եվ առակի եզրակացությունը ինքը դա էր, որ ազնվորությունը ինքը կարող է խակ հայտարարել կամ սխալ հայտարարել այն, ինչին որ, եթե մենք բանի աղվեսի օրինակով գնանք, ինչին որ իր մրուտիկը չի հասել։ Չէ, հիմա տեսեք, այսինքն այստեղ շատ կարևոր խոսակցություն է ընդհանրապես, ինչ պատկերացումներ ունենք մենք Աստծո մասին, ինչ պատկերացումներ ունենք նրա մասին, որ ինքը բան է, ասենք, ինչպիսի մասնակցություն ունի հոգևոր մարդկանց կամ հոգևոր դաշտի հետ կապված, ինչպես է ինքը, ինչ մասնակցություն ունի, ինչ է անում այդ դաշտում։ Չէ, տեսեք օրինակ, ասենք, մենք քրիստոնյա երկրից ենք, դրա համար ասենք, մեզ համար ավելի հոգեհարազատ է Հիսուսի օրինակը, չէ, տեսեք, ասենք, մենք տեսնում ենք, որ Հիսուսի դեպքում մենք ունենք այսպիսի իրականություն, որ մենք ստանում ենք մի Աստծու, որը որպեսզի աջակցի նյութական աշխարհում ապրող կենդանի էակներին, ինքը զոհաբերեց իր սեփական որդուն։ Քրիստոնյաները իրենք համառորեն խոսում են նրա մասին, որ Հիսուսը ինքը Աստծո միակ որդին է։ Ոչ մի կերպ չեն ուզում նկատել, ակնհայտ, հասկանում եք, այսպես թողներեն ինձ էլի, բայց այսպես ակնհայտ բաներ չեն ուզում նկատել, որ ինքը Հիսուսը աղոթքը, որը ինքը տվել է, այդ աղոթքը ինքը հնչում է այսպես. Հայր մեր, որով ինքը հայտարարություն է անում, որ իրականում, այսպես ասենք, սահմանափակենք, համենայն դեպս բոլոր մարդիկ իրենք հավասարապես Գերագույն Աստծո անձնավորության որդին են։ Այլապես ինքը կասեր. Հայր իմ, որ երկնքում ես, թող սուրբ լինի անունը քո, եղիցի կամքը քո, որպես երկինս եւ երկրի։
Հաց իրենց տուր, հանապազոր, եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը կանջատեր իրեն եւ իր հորը, այդ աղոթքը կարտասաներ, որպես անձամբ իրա դիմում դեպի Աստծուն, հա, իսկ մարդիկ էլ կմնային այդ շրջանակից դուրս։ Բայց Հիսուսը ասեց. Հայր մեր։ Հասկանում եք։ Եվ այստեղ անմիջապես նշանակում է, որ Հիսուսը Գերագույն Աստծո հաստատավորության, կներեք, բայց միակ որդին չի։ Ես հասկանում եմ, որ հիմա այնպես Սուրբ օրերի նախօրյակին ինչ-որ քրիստոնյաների համար սրբապիղծ բաներ եմ խոսում, չէ՞։ Բայց ես ոչ մի նպատակ չունեմ ոչ մեկի հոգևոր ոչ մեկի հավատքը վիրավորելու, ոչ մի նպատակ չունեմ, ես միշտ ասում եմ, հիմա էլ կասեմ ու մինչև կյանքիս վերջ էլ կասեմ, թող ոչ մեկ ինձանից ավել Հիսուսին չսիրի։ Հա, եւ խնդիրը ինչու է կայանում։ Խնդիրը կայանում է ուղղակի նրանում, որ մարդիկ իրենք ամեն ինչը ձևափոխել, իրենց ուզածով հասկանալ, որ տրանսֆորմացիաների ենթարկելու հակում ունեն, եւ դա այդպես է ոչ միայն քրիստոնեության մեջ։ Դա այդպես է նաեւ մուսուլմանության մեջ, դա այդպես է նաեւ հինդուիզմի մեջ, իուդաիզմի մեջ, ամեն տեղ այսպես էլի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչ որ ճիքեր է գործադրում, որպեսզի ինչ որ ճշմարտություններ փոխանցի մարդկությանը, հետո մարդկությունը դա վերցնում է, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, երբ որ կենդանիակներ իրանք իրենց ներսից կրոնական մարդիկ չեն, հա, եւ միշտ փորձում են կրոնը օգտագործել իրենց նյութական նպատակներին հասնելու համար, չէ՞, ուրեմն այ հաճախ հենց ամենասկզբից հենց որ դա ընկնում է մարդկանց ձեռքը, մարդիկ սկսում են ինչ որ իրանց համար հարմար акցենտները նկատել, այն ինչ որ իրանց հարմար չի, դա արհամարել, ոնց որ դա ոչ էլ գրված է երբևիցե, հասկանում եք, եւ այդ ինտերպրետացիաները իրանք դառնում են հիմք, ու տեսեք օրինակի մասենք, չէ, ասենք, այ մի հատ ահռելի չափսեր ունեցող կրոնականության շարժման համար, չէ։ Եվ ոչ մեկ չի ուզում նկատի, որ Հիսուսը ասեց հայր մեր։ Հարց եմ տալիս, որ իրավունքով ենք մենք շարունակում պնդել, որ Հիսուսը Աստծո միակ զավակն է։ Եվ որ ինքը Հիսուսը իր մասին դա չի ընդունել, կամ որ իրավունքով ենք մենք Հիսուսին հայտարարում Աստված։ Եվ որ ակնհայտորեն ինքը նկարագրված է որպես Աստծո որդի։ Եվ քրիստոնյաները իրանք պիտի ընդունեն, չէ, որ Աստծո տեղը մնացել է թափուր։ Այդ պատկերացումները, թե Աստված ինչպիսին է, Աստված ինքը ով է, ասենք, ինչ է անում ընդհանրապես, չէ, եւ մենք տեսնում ենք, որ շատ կրոնականություններ կան, որտեղ այդ տեղը ինքը թափուր է։ Իսկ այնտեղ, որտեղ որ համարձակվում են այդ տեղի դերի անձի մասին խոսել, որովհետեւ իհարկե, տարբեր կրոնականությունները հենց այնպես չեն ստեղծված, չէ, մենք այդ թեման մշտական քննարկում ենք, պետք է հասկանալ էլի, որ ասենք այդ թեմաները, երբ որ մենք քննարկում ենք, դա չպիտի մեր մեջ թշնամանք կամ չխայնություն առաջացնի, ինչ որ դրա համար չի քննարկվում։ Մենք քննարկում ենք նրա համար, որպեսզի պարզ հասկացողություն զարգացնենք, որպեսզի թույլ տանք մեր բանականությանը ազատ գնահատել։ Հասկանում եք, եւ ոչ թե նրա համար, որ նոր պատերազմ սկսել այս աշխարհում։ Այս աշխարհում առանց մեզ էլ պատերազմները շատ են։ Առանց մեզ էլ ատելությունը շատ է։ Հասկանում եք, եւ հիմա էլ ճշմարտությունը վերցնել, նոր ինչ որ ատելության ալիք սկսելու համար, դա իրականում իրական կրոնականության հետ ոչ մի կապ չունեցող երևույթ է։ Մենք փորձում ենք ուղղակի քննարկել, որովհետև արիացիների կրոնական գաղափարախոսության մեջ շատ կարևոր է գնահատելը։ Ես միշտ դա ասում եմ։ Տեր Շի Կրիշնան Արգջունային պատմեց ամբողջ Բհագավադ Գիտան։ Հա? Վերջում ինքը ասեց թող բոլոր կրոնականությունները եւ տրվի ինձ։
Այսինքն տրվի ինձ ոչ թե որպես կրոնական պատկանելիություն, այլ տրվի ինձ որպես էություն։ Հասկանում եք, որտեղ կրոնական պատկանելիությունը դա աղանդավորության գիտակցություն է։ Եվ այսինքն ոչ թե Տեր Քրիստոսն ինքը դեմ է կրոնականությանը։ Հասկանում եք։ Ինքը դեմ է աղանդավորությանը։ Ինքը ասես բաց թող ամեն տեսակի կրոնական աղանդավորության գիտակցությունը, հա? Եվ տրվի ուղակի Աստծուն, հասկանալով, որ ինքը ոչ մի կապ չունի, ոչ մի աղանդի հետ, ոչ մի, լինի դա հնդկական, չգիտեմ ինչ, ոչ մի աղանդի հետ գերագույն Աստծո ազնվորությունը կապ չունի։ Ինքը կապ ունի կրոնականության հետ։ Հասկանում եք, իսկ դա խիստ անձնական է, եւ մենք ինչ-որ բաներ քննարկում ենք, որպեսզի մարդը ինքը իր հոգեվոր կյանքում ճիշտ հիմք ունենա, այլ ոչ թե որ ինքը նոր պատերազմներ սկսի։ Հոգեվոր կյանքը ինքը պատերազմների համար չի նախատեսված։ Ես սա կրկնում եմ, որտեղ մեր այսօրվա տեքստը ինքը շատ բարդ տեքստ է։ Ես այսօր շատ դժվար խնդրի առաջ եմ կանգնած, որտեղ այնպիսի բաներ պիտի արդեն քննարկենք, ժամանակին մենք դա թեթևակի քննարկել ենք եւ ես ասել եմ կգա ժամանակ, որտեղ մենք այդ դա կտեսնենք, թե ինչու է այդպես կամ այնպես, եւ հիմա Տեր Բրահման նորից այդ գաղափարն է առաջ քաշում, որը շոկային է այն հոգեվոր մարդկանց համար, ովքեր որ ասենք գտնվում են քրիստոնեության մեջ, մուսուլմանության մեջ, կամ դու բուդդիզմը չէ, բուդդիզմը ինքը դուրս է եկել արյական քաղաքակրթությունից, հասկանում եք, բայց ասենք մնացած ամեն տեղ, սա շոկային գաղափարներ են։ Որն էր ամենաառաջի գաղափարը, որը Տեր Բրահման ինքը ասեց։ Ինքը ասեց՝ դու գալիս ես նյութական աշխարհ։ Եվ երբ որ գալիս ես նյութական աշխարհ, դու չես դառնում այս նյութական աշխարհի մի մասը։ Դու բերում ես այս աշխարհ քո տրանսցենդենտալ բնությունը։ Սա շատ բարդ կառուցվածք ունեցող գաղափար է։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Առաջի հերթին, չէ, մենք պետք է հարցադրում տրենք։ Օրինակ, շատ կրոնականներ, եթե հիմա դուրս գաք փողոց, ասեք դուք գիտեք, որ օրինակ Աստված ինքը շուշուտ գալիս է նյութական աշխարհ։ Հա? Բոլոր հիմնական կրոնականությունների ներկայացուցիչները կասեն չի կարող պատահի։ Աստծուն ոչ մեկ չի տեսել։ Եվ վերջ։ Կամ եթե նույնիսկ ինքը եկել է, հա, դա Աստված չի եղել, որովհետև ինքը եկել է, օրինակ խառնվել է մարդկանց մեջ։ Բայց ինչու Հիսուսը, որը ասում էր ես որդին եմ, ինքը ընդունվում է որպես Աստված, իսկ երբ որ Աստված է գալիս մարդկանց շրջապատ, իրան ասում են ինքը պրոստը մարդ է։ Այդ կարող եք ասել։ Տեսեք, միշտ երևում է, չէ, որ նախապաշարմունքով ենք մոտենում թեմային։ Այսինքն սահմանափակ գիտակցությամբ, այդ աղանդավորությամբ սահմանափակված գիտակցությամբ։ Հիմա այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր բանականությանը ազատություն տանք։ Որն է ելակետը ընդհանրապես քննարկման թեմայի։ Կա նյութական աշխարհ, կա հոգևոր աշխարհ, կա նյութական աշխարհ։ Հոգևոր աշխարհում ապրում են բոլոր նրանք, ովքեր որ ներդաշնակության մեջ են գտնվում գերագույն Աստծո ազնվորության հետ, նրա կամքի հետ, նրա որոշումների հետ, չէ՞։ Հիմա եւ կա հոգևոր աշխարհ, նյութական աշխարհ, որտեղ ապրում են բոլոր նրանք, ովքեր որ ներդաշնակություն չեն զգացել Աստծո հետ եւ ուզեցել են կառուցեն իրենց պատկերացումների համաձայն աշխարհը։ Այս նյութական աշխարհում արդեն հայտնվելով կենդանի ակները բախվում են մշտապես իրար հետ մրցակցելու եւ թշնամություն անելու իրականության հետ նախանձի հիմքի վրա։ Այդ պատճառով այս աշխարհը լցվում է անարդարություններով եւ դաժանությամբ։ Կենդանիակների մեծ մասը, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, գտնվում է տառապանքի մեջ, որովհետև նրանք, ովքեր որ ունեն ռեսուրս, դաժան են, խորամանկ
եւ անարդար։ Հիմա ծերիներս եւ կենդանի էակը մենք դա ձեզ հետ քննարկել ենք նյութական աշխարհում կարող է արտահայտել իր բազմազան որակներից ընդամենը 3-ը։ Երբ որ կենդանի էակը ինքը հատուկ ուշադրություն է դարձնում ճշմարտությանը, այսինքն կոպիտ ասած ճշմարտության հետևից գնացող է։ Հա? Հիմա, երբ որ կենդանի էակը ինքը ճշմարտության հետևից գնացող է, չէ, ինքը դա արտահայտվում է հոգու բնությունը, որտեղ հոգին է, որ ճշմարտության վրա է հենված։ Հա, որն է այդ վերջնական ճշմարտությունը, որն է։ Հոգին է, որ ինքը գիտի, որ ինքը Աստծո անբաժանելի մասնիկն է, չէ՞։ Հենց որ մտավ կեղծ եսը, կենդանիակը իր ներսում հենված է ստի վրա։ Ինքը հենված է իր անկախության գաղափարի վրա։ Եվ դա շուտ է։ Հասկանում եք, չէ՞։ Որովհետև եթե նույնիսկ մենք վերցնենք, որ Աստված չկա, կա բնությունը, որը ինքը կատարում է նույն ֆունկցիաներ, ինչ որ Աստված։ Տալիս է մարմին կոնկրետ եւ տալիս է ճակատագիր։ Չէ՞, որտեվ եթե ես ծնվել եմ ինչ-որ մի ժամանակում, դա արդեն ճակատագիր է։ Եթե ես ծնվել եմ ինչ-որ հատուկ ազնվորությունների մոտ, դա արդեն ճակատագիր է, այսինքն սահմանափակում է, չէ՞։ Եվ այլն եւ այլն։ Այսինքն այն ամեն ինչ, որ մենք վերագրում ենք Աստծուն, կարող ենք վերագրել բնությանը։ Բացի մի բանից, որ մենք խոսում ենք Աստծո մասին, մենք կարող ենք պարզաբանել, թե որտեղից եւ ինչու հայտնվեց նյութական աշխարհը, այսինքն ինչ են ուզում այս աշխարհում ապրող կենդանիակները իրականացնել։ Իսկ երբ որ մենք խոսում ենք բնության մասին, բնությունը ինքը բանականություն չունի։ Թեկուզ այո, իհարկե, խելացի մարդը ինքը հասկանում է, որ բանականություն չունենալու համար բնությունը չափից ավելի կարգավորված է։ Հա, որտեղ ցանկացած կարգավորվածություն խոսում է նրա մասին, որ այդտեղ աշխատել է բանականություն։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ հիմա ուրեմն այս ամենի հետևանքով, չէ՞, մենք կարողանում ենք ուրեմն այսպես էլ պիտի բաց սրտով քննարկենք։ Ուրեմն կա նյութական աշխարհը։ Նյութական աշխարհում կան կենդանիակներ, որոնք նոր եկել են, կան կենդանիակներ, որոնք արդեն մի որոշ ժամանակ գտնվում են նյութական աշխարհում, եւ կան կենդանիակներ, որոնք այդ 3 որակների հիմքի վրա, առաջինը դա ճշմարտության հանդեպ հակումն է, երկրորդը դա արդարության հանդեպ հակումն է եւ չորրորդը դա բարիությունն է։ Հա, հիմա ամեն մի կենդանիակ ինքը սկսում է իր ճանապարհը դեպի հոգեվոր աշխարհ կամ ընդունում է հոգեվոր ճանապարհը, հա, այս հոգու 3 որակների հիմքի վրա։ Այսինքն, հոգևոր ճանապարհին են կանգնում կամ անհատավորությունները, որոնց հոգին, իմինը հոգին, ոչ թե կեղծ եսը, որտեղ կեղծ եսը ինքն էլ ստի վրա է հենված, ինքը կարող է իր մեջ տեղավորի ցանկացած ստերի քանակություն, չէ՞։ Ուրեմն, որտեղ հոգին ինքը պորտկում է այն բաների, այն ստի այն քանակության դեմ, որը կա այս աշխարհում։ Հասկանում եք։ Կամ հոգին պորտկում է, ուրեմն, ինչ-որ մեկի մոտ այդ ճշմարտության հանդեպ, այսինքն ստի հանդեպ անհանդուրժողականությունն է ստիպում, որ ինքը գնա դեպի հոգևոր եւ այնտեղ ճշմարտություն փնտրի, չէ՞։ Ինչ-որ մեկի մոտ անարդարությունը այլևս անտանելի է, հա, եւ ինքը արդարություն փնտրելով գնում է դեպի հոգևոր, ինչ-որ մեկի մոտ դաժանությունն է այլևս անընդունելի եւ համբերել հնարավոր չի, չէ՞, եւ իրանք բարիության հետևից գնում են դեպի հոգևոր։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նյութական աշխարհում ապահովում է 2 միջանցք։ Մի միջանցքը նախատեսված է հոգևոր աշխարհից գալ նյութական աշխարհ, մյուս միջանցքը նախատեսված է նյութական աշխարհից վերադառնալ հոգևոր աշխարհ։ Ճանապարհը, որը ինքը ապահովում է նյութական աշխարհից վերադարձը դեպի հոգևոր աշխարհ եւ կոչվում է մարդկանց կողմից հոգևոր կյանք։ Հիմա
Եվ այստեղ ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ հոգևոր կյանքը, եթե արիացիները իրենք բաժանում են նյութական աշխարհի կյանքը ինչ-որ փուլերի, մենք քննարկել ենք 4 փուլ՝ ոսկե դարաշրջան, ուրեմն արծաթե դարաշրջան, բրոնզե դարաշրջան եւ երկաթե դարաշրջան, չէ՞։ Ոսկե դարաշրջանը դա այն դարաշրջանն է, որտեղ հոգևորը ինքը մաքսիմալ է արտահայտված նյութական աշխարհում, եւ արդեն դրանից հետո գալիս է արծաթյա բրոնզե, որտեղ այսպես արդեն քանի գնում այնքան քիչ է արտահայտված։ Կներեք։ Հա, եւ վերջում գալիս է աստվածամերժության դարաշրջանը, որում մենք ձեզ հետ ապրում ենք։ Հիմա, սիրելիներս, չէ, եւ տեսեք, ուրեմն ոսկե դարաշրջանում հոգևոր միջանցքի համար կատարյալ պայմաններ են ստեղծված։ Արծաթյա դարաշրջանում արդեն կան այսպես փոքր խոչընդոտներ։ Բրոնզե դարաշրջանում խոչընդոտները մի փոքր ավելանում են, իսկ աստվածամերժության դարաշրջանում, այսինքն երկաթե դարաշրջանում, չէ, այդ խոչընդոտները դառնում են գերիշխող։ Հիմա, այսինքն հոգևոր կյանքը հոգևոր կենդանիակների համար դառնում է շատ բարդ։ Սրա մասին է խոսքը, չէ՞։ Հիմա տեսեք, սիրելիներս, ուրեմն այստեղից մենք կարող ենք, չէ՞, մեզ թույլ տալ մի քիչ քննարկել ընդհանրապես, թե ինչի մասին է խոսքը։ Այբա տեսեք, կա գալու ճանապարհը եւ այդ ճանապարհը ապահովում է Գերագույն Աստծո անձնավորությունը, անշուշտ։ Հա, անշուշտ ապահովում է Գերագույն Աստծո անձնավորությունը եւ հոգեվոր կյանքը նույնպես տալիս է Գերագույն Աստծո անձնավորությունը։ Հոգեվոր ճանապարհը, հիմա տեսեք, երբ որ կենդանիակը ինքը պիտի հոգևոր աշխարհից իջնի նյութական աշխարհ, ինքը պետք է կորցնի, այսինքն այդ ճանապարհը, այդ միջանցքը ինքը գիտելիքը կորցնելու ճանապարհն է։ Երբ որ կենդանիակը ինքը կորցնում է գիտելիքը, թե ինքը ով է։ Ինքը կորցնում է գիտելիքը, որ կա Աստված, եւ ինքը կորցնում է գիտելիքը, թե ինչ է կապում իրեն Աստծո հետ։ Հիմա տեսեք, երբ որ մենք խոսում ենք հակառակ ճանապարհի մասին, այսինքն նյութական աշխարհից դեպի հոգևոր աշխարհ, սա հակառակ ճանապարհն է, երբ որ գիտելիքը վերադարձվում է կենդանի էակին։ Եվ սա է հոգևոր կյանքի հիմքը։ Դա հոգևոր գիտելիքն է։ Մենք դա ձեզ հետ Բhagavad Gita-ով ենք քննարկել։ Եվ տեսեք հիմա, չէ՞։ Ուրեմն, հիմա դա գիտելիքը վերականգնելու ճանապարհն է։ Վերադարձվում է կենդանեակին իր հոգևոր գիտելիքը։ Հիմա, ով է կարող վերադարձնել հոգևոր գիտելիքը։ Ով է հոգևոր գիտելիքի կրողը։ Արիացիները ինչպես մենք տեսանք հիմա, մենք այստեղ դիտարկվում է նյութական աշխարհի սկիզբը, չմոռանանք, հա, մենք խորասուզվել ենք Բրահմայի աղոթքների մեջ, բայց չէ որ սա նկարագրվում է հիմա այս պահին արիացիների կողմից նյութական աշխարհի սկիզբը։ Եվ մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հենց ամենասկզբից ուրեմն հոգ է տանում նրա մասին, որպեսզի նյութական աշխարհում ապրող կենդանիակները ունենան հոգևոր գիտելիքը։ Արիացիները իրանք սկզբունքորեն են համարում, որ հոգևոր գիտելիքը կարող է տալ միայն Աստված, որովհետև միայն ինքը գիտի, թե ինքը ինչպես է արարել այս աշխարհը, եւ ամենակարևորը, ինչի համար։
Եվ երբ որ կենդանիակները իրենք ուրեմն բան են անում, ընդունում են հոգևոր գիտելիքը, չէ՞։ Հիմա ուրեմն այ որպեսի իրանք կարողանան այդ միջանցքով գնալ դեպի հոգևոր աշխարհ, չէ՞, իրանք պետք է ստանան մաքուր գիտելիք եւ կարողանան այդ գիտելիքը ճիշտ կիրառել։ Այստեղ արիացիներ իրենք առաջ են քաշում մի գաղափար, որը իրականում կա բոլոր քրոնականությունների մեջ, բայց տարբեր ձևով է կիրառվում։ Արիացիներ իրանք ասում են, այդ հոգևոր գիտելիքը միշտ կան ազնվորություններ, որոնք իրենք այսպես մեղմ ասեմ, հա, մի քիչ ավելի շատ են իրականացրել, քան մենք, երբ որ եկանք հոգևոր դաշտ։ Այսինքն առաջ է քաշվում հոգևոր ուսուցչի գաղափարը, որը ինքը հենց այդ ազնվորությունն է, որը ապահովում է, այսինքն որովհետև ինքը ճանապարհը անցել է, հոգևոր ուսուցիչները իրանք էլ իրանց երթին լինում են երկու տեսակի։ Նրանք, ովքեր ընկել են, հոգիներ են, որոնք ընկել են նյութական աշխարհ, որոնք այդ վերածնունդի ուրեմն շրջապատույտի մեջ միլիոնավոր անգամ ծնվել են, հետո կանգնել են հոգևոր ճանապարհի վրա, այդ ճանապարհի վրա ծախսել են կյանքեր եւ այդ կյանքերի ընթացքում ձեռք են բերել շատ որոշակի ուրեմն արդյունքներ։ Եվ այսինքն իրանք ներքևից են, բայց հասել են կատարելության եւ արդեն ունեն այն հոգեվիճակը, որով բացարձակապես ակնհայտ է, որ իրենք սա իրենց վերջին նյութական գոյությունն է եւ իրանք գնալու են հոգևոր աշխարհ։ Եվ այդ ազնվորությունները իրանք օրինակ են ծառայում, ուրեմն մնացած բոլորի համար։ Հիմա եւ կան հոգևոր ուսուցիչներ, որոնք իրանք չեն ընկել նյութական աշխարհ, բայց իրանք հոգևոր աշխարհից կամավոր գալիս են այստեղ, որպեսզի վերականգնեն հոգևոր գիտելիքի մաքրությունը։ Այս թեման, արդեն որ այդ թեման, այդ ֆունկցիան որ կա, ինքը իրանով արդեն խոսում է նրա մասին, որ դա նշանակում է, որ նյութական աշխարհը կամ նյութական աշխարհում ապրող կենդանիակները հակում ունեն ճշմարտությունը աղավաղելու, անկախ նրանից, թե դա որ դարաշրջանն է։ Միտեղ մի քիչ ավելի շատ, միտեղ մի քիչ ավելի քիչ, բայց այդ հակումը ինքը կա։ Եվ դրա համար տեսեք, ուրեմն այն հոգևոր ուսուցիչները, որոնք իրանք եկել են հոգևոր աշխարհից, իրանք միշտ զբաղված են նրանով, որ այ հոգևոր գիտելիքը աղավաղվել է, ինքը կոպիտ ասած ընկել է մարդկանց մակարդակի։ Այդ հոգևոր աշխարհից եկած ուսուցիչները, իրանք այսպես բռնում են հոգևոր գիտելիքը եւ բարձրացնում են վերև, տեղադրում են իր բարձունքի վրա, ամեն ինչը բերելով, բոլոր գաղափարները բերելով իր տեղը։ Իսկ այն հոգևոր ուսուցիչները, որոնք իրանք տակից են զարգացել, չէ, իրանք այդ արդեն հոգևոր գիտելիքի մակարդակը, իրանք պահպանողներն են։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելի տերես, չէ, այսպես է այս ամեն ինչը աշխատում ըստ արիացիների համենայն դեպս։ Հիմա տեսեք, այս ամեն ինչը, որ ես ասեցի, չէ, նկատում եք, չէ, թե սրա մեջ ինչքան հոգատարություն կա։ Հիմա տեսեք ուրեմն, բայց կա մի հատ թեմա, որն է այդ թեման, որ արիացիները իրենք ասում են, երբ որ կենդանի էակը ինքը կանգնում է հոգևոր ճանապարհի վրա, գերագույն Աստծո անձնավորությունը այդպիսի անձնավորությունների համար իր գոյությունը չի թաքցնում։ Ինչու՞, որպեսզի ինքը լինի ռեալ անձնավորություն, որին հոգևոր մարդիկ տեսնում են եւ ըստ այդմ կարող են ընդհանրապես ինչ-որ վերաբերմունք, հլա այսպես խոսանք, էլի, ինչ-որ վերաբերմունք ձևավորեն իր հանդեպ։ Հա, հիմա ինձ ասեք, եթե Աստված սեր է, հիմա այսպես երկու եթե Աստված կա, ինչու է ինքը թաքնվում։ Եթե Աստված սեր է, ինչու չի աջակցում։ Չէ որ ասենք ամենաբարդ կետը, չէ, ինչու է։
նյութական աշխարհում ինչու է կենդանի էակից պահանջվում ընդունել մի բան, որի գոյությունը ապացուցել հնարավոր չի։ Իսկ կարող եք ասել, այդ դրա մեջ ինչ որ մի տրամաբանություն կա, իհարկե, ցանկացած բանականություն ունեցող մարդ ինքը անմիջապես առաջի բանը, որ պարտավոր է անի, դա Աստծո գոյությունը կասկածի տակ դնելն է։ Ինչ է նշանակում հավատա մի բանի, ում ոչ մեկ երբեք չի տեսել։ Այդ ինչ է նշանակում вообще։ Եթե ոչ այն ինչ որ ասում էր Լենինը, это опиум для народа։ Սկտամ, այո, մարդկանց ուղղակի մարդկային ամբոխը ղեկավարության տակ պահելու եւս մի գործիք, ուրիշ ոչ մի բան չէ։ Արիացիները իրանք ասում են, եթե կա Աստված, ինքը ինչպես է վերաբերվում կենդանեակների հոգևոր կյանքին։ Ինքը ինչ է անում։ Հա, տեսեք, տեսություն կա, որտեղ այդպիսի գաղափար է առաջ քաշված, որ Աստված կա, ինքը սեր է, բայց հենց որ դու ընդունում ես հոգևոր ճանապարհը, ինքը սկսում է քեզ փորձությունների ենթարկել, որ համոզվի, որ դու իրան համապատասխան ես էլի սիրում։ Չէ՞։ Ես հիմա հարց եմ տալի։ Ուրեմն հերիք չի, որ Գերագույն Աստծո ազնվորությունը այդ պարագայում ոչ մի քայլ չի անում, որպեսզի մարդը, կոնկրետ դեպքում մեր մասն է խոսքը, չէ՞, որպեսզի մարդը ինքը համոզվի իր գոյության մեջ, հա։ Ուրեմն դա հերիք չի, ու ինքը չի համարում, որ դա արդեն հերոսություն է, որ մարդը կարողանում է հավատալ մի ազնվորության, ում ոչ մեկ չի տեսել։ Ուրեմն դա քիչ է։ Դրա վրա ինքը մեկ էլ պիտի ինչ-որ փորձությունների ենթարկի, ընդհուպ մինչև այն, որ ասի գնաս արի գլխին տղայիդ մորթի իմ համար, որ ես համոզվեմ, որ դու ինձ հավատարիմ ես։ Ես ինչ խոսակցություն է ընդհանրապես։ Դե ես միշտ ասում եմ, էլի, որ այդ 5 տակարանը ոչ մի կապ չունի Հիսուսի հետ։ Հասկանում եք, չէ՞, բայց մարդիկ իրանք վերցրել են, չէ՞, այդ գրվածքը իրանց համար որպես կյանքի բան, դնում են, ուսումնասիրում են այդ սկզբունքները, ընդունում են, որ իրանցից այդ դա է պահանջվում, որ իրանք հերիք չի, որ քոր պիտի հավատան, համ էլ պիտի փորձություններ անցնեն, ինչի համար։ Այսինքն քեզ ասում են, Աստված քեզ այս կյանքում երաշխավորում է դժոխք, փորձությունը ո՞րն է։ Երաշխավորում է դժոխային կյանք, որ հետո մյուս աշխարհում քեզ դրախտ տա։ Չորտես լավ գաղափարների շարան չի ստացվում, չէ՞, եթե մենք բացմանականությամբ ենք այդ ամեն ինչին նայում։ Հասկանում եք, սիրիներս։ Հիմա տեսեք, ասենք, ինչ են ասում արիացիները։ Իրենք ասում են, այո, Աստված ինքը կա եւ ինքը սեր է։ Ինքը հոգատար է եւ բարյացակամ։ Եվ դրա համար, երբ որ կենդանի ակները իրանք գնում են դեպի Աստված, այսինքն հիմա շատ կարևոր է, կա իրական հոգևոր մարդկանց պետություն։ Ոչ թե այստեղ այնտեղ ինչ-որ փոքրիկ 10 հոգի հավաքույթներ, ոչ, կա պետություն, իրական կրոնական պետությունը իր մեջ չի պարունակում բռնություն, իր մեջ չի պարունակում աղքատություն, իր մեջ չի պարունակում շովինիզմ, իր մեջ ատելություն, այդ ամբողջը դա նյութական բաներ են, որոնք միանգամից խոսում են, որ դա բան է, էլի, ես ասում եմ կեղծ կրոնական պետություններ են, մարդու կողմից շահագործվող կրոնականություն է, հա, որտեղ իրական կրոնականությունը ինքը ունի իր սիմպտոմները։ Հիմա սիրելիներս, չէ՞, ուրեմն տեսեք իրանք ինչ են ասում, իրանք ասում են եւ այո, այն մեր հասարակություն Աստված ինքը գալիս էր, մենք իրան տեսնում էինք, հա, մեզանից ամեն մեկը կարողանում էր որոշել ինքը ինչպես է վերաբերվում այդ ազնվորությանը, այդ ազնվորությունը իր համար հաճելի է թե ոչ,
Ինքը ուզում է արդյոք իր կյանքը ծախսի նրա վրա, որ հասնի այդ ազնվորության բանը աշխարհը, թե ոչ։ Այսինքն ես դա միշտ ասում եմ, արիացիների կատարմամբ Գերագույն Աստծո ազնվորությունը կամ կրոնակալությունը ինքը հավատքի վրա չէր հենված։ Հասկանում եք, ամբողջ Բhagavad Gita-ում տեսի Կրիշնան ինքը հավատ բառ այնտեղ ընդհանրապես գոյություն, դա արիացիների բառապաշարի մեջ հավատ այդ իմաստով հավատ ընդհանրապես չի օգտագործվում։ Օգտագործում են մի գաղափար։ Գիտելիքը հասկանում ես թե չէ։ Այդ հասկացողության հիմքի վրա քեզ մաքրել ես թե չէ։ Հա, որտեղ հենց որ մաքրել ես, դու ունես մոտեցում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Դու այն ազնվորությունն ես, որը անպայման կհայտնվի այն վայրում, որտեղ որ Գերագույն Աստծո ազնվորությունը կհայտնվի։ Վերջ։ Հասկանում եք։ Եվ հիմա այս է, այսինքն արիացիները իրանք պնդում են, որ իրենց քաղաքակրթություն Գերագույն Աստծո ազնվորությունը գալիս էր։ Իրենց քաղաքակրթության մեջ Գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումները ու կոպիտ ասած ծնվում էին։ Չէին ծնվում, հայտնվում էին, սա է ճիշտ խոսքը։ Հասկանում եք, չէ՞, այսինքն այդ ամեն ինչը ինքը ահավոր կարևոր գաղափար է։ Եվ արիացիները իրենք այդ են մեզ ներկայացնում։ Հա, եւ հիմա Տեր Բրահման ինքը ասում է, դու գալիս ես այս աշխարհ։ Սա առաջի փաստը։ Եվ այստեղ այդ է, մեկը չի կարող գա։ Ինչու չի կարող։ Ես այդ հարցը միշտ տալիս եմ։ Կարելի է իմանալ ինչու, այսինքն Աստված ինքը օրինակի համար կարող է ուզում է, օրինակ տեսնում է, որ այնտեղ ինչ որ մեկը, ասենք, ամենտեղ ինքը մենակ ձայնով է խոսում։ Նույն ձայն ինքը երազ տեսավ։ Կամ ձայն լսեց, որ իրան ասի շուտ հավաքվի տեղից գնա։ Հասկանում եք, բայց այսինքն այդ բանն է, ջրի գաղափարներ են կներեք, էլի։ Տեսեք հիմա, չէ՞, իսկ արիացիները իրանք ասում են, այո, իհարկե ինքը գալիս էր, այո, իհարկե ինքը, այսինքն ինչ է դա նշանակում, որ ամեն մի արիացի ինքը ոչ թե հավատում էր, ինքը այսինքն իր մաշկի վրա էր զգում, ինչը Աստծո հոգատարությունը։ Հիմա նայեք, երբ որ կրոնական դաշտը ինքը իրական է, ոչ թե ձևական։ Ձևականը դա ո՞րն է։ Երբ որ կենդանիակը ինքը ընդունում է կրոնականության ծիսակատարությունները, այսինքն կյանքի ձևը, բայց իր ներսում ոչ մի փոփոխություն չի կատարվում։ Ինքը ինչպես եղել է արատավոր կենդանիակ, այնպես էլ մնում է արատավոր, որ կենդանիակն է արատավոր։ Նա ով որ պատրաստ է իր ցանկությունները իրականացնելու համար ուրիշներին տառապանք պատճառի։ Վերջ, ցանկացած անձնավորություն, որը ինքը այդ պահվածքը ունի, ինքը Աստծո համար արատավոր կենդանի էակ է։ Վերջ։ Հիմա, սիրելիներ, եւ այստեղ առաջ է գալիս հաջորդ գաղափար։ Իսկ ինչի համար է Գերագույն Աստծո, այսինքն մենք չենք կարող ասել, որ Աստված չի կարող գալ այս աշխարհ։ Հա, եթե ինքը կարող է բացարձակապես ամեն ինչ։ Եթե ուզենա, կարող է հոգևոր աշխարհը լքել եւ գալ ապրել նյութական աշխարհում։ Եթե ուզենա, ինքը ինչ ուզենա, դա էլ կարող է անել։ Աստծո մասին ճշմարտությունը սա է։ Հիմա հաջորդ հարցը, որին մենք պիտի պատասխանենք, ասենք մենք ասում ենք, մեր ժամանակներում Աստված չի գալիս։ Բայց արիացիների գրվածքներում հենց այդպես էլ գրված է, որ Աստվածամերժության դարաշրջանում ինքը չի գալու։ Այսինքն ինչ է, արիացիները իրանք նստած գրում են, իրանք ասում են, մեր հասարակությունում մենք Աստծուն տեսնում էինք։ Հիմա գալիս է դարաշրջան, որ Աստված այդտեղ այլևս չի գալու։ Չէ՞։ Այսինքն ապագայի համար իրանք այդպես էլ ասել են, որ չի գալու։ Ինչու չի գալու, որտեղ սա Աստվածամերժության դարաշրջանն է։ Այս դարաշրջանը ինքը նախատեսված է այն կենդանիակների համար, որ այսպես համատարած ամենտեղ իրականում Աստծուն չեն ուզում։
Երբ որ կենդանիակը ինքը ծիսակատարությունները ընդունում է, բայց իր պահվածքի մեջ մնում է անկախ, դա նշանակում է, որ ինքը իրականում Աստծուն չի ուզում։ Ինքը ուզում է Աստծուն բանացնի։ Դա բանացարցակ ուրիշ բանի մասին է այդտեղ խոսքը։ Բայց Աստծուն որպես այդպիսին, որպես իրեն ու կոպիտ ասած շրջապատ, որպես իրեն շփում, ինքը չի ուզում, որտեղ եթե գերագույն Աստծո ազնվորությունը ներկա է, իր կամքի հետ պետք է հաշվի նստել։ Ովքեր էին արիացիները, իրանք իրական հոգևոր կենդանիակներ էին, հասկանում եք։ Եվ դրա համար, երբ որ գերագույն Աստծո այսինքն իրանք ուրախ էին, իրանք ուրախանում էին, երբ որ հնարավորություն էին ստանում, չէ, շփվել այն ազնվորության հետ, ում գաղափարախոսության հետևից իրանք ուզում էին գնալ։ Հասկանում եք, սիրելիներս, սա շատ կարևոր կետեր են ճիշտ հասկացողություն զարգացնելու համար, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ուրեմն առաջի գաղափարը դա նա է, որ Աստված ինչ ուզի նա էլ կանի։ Հիմա երկրորդ գաղափարը դա նա է։ Եթե ինքը գալիս է այս աշխարհ, ինչու համար, եթե չի գալիս, ինչու համար։ Եվ Տեր Բրահման ինքը հիմա առաջի տողով, հա, ասեց այդ գաղափարը, ինչպես հնչեց այդ տողը, չէ՞, որպեսզի ի հայտ բերես քո տրանսցենդենտալ խաղերը։ Հա? Այսինքն, ինչ է նշանակում տրանսցենդենտ գործողությունը, երբ որ ասում են խաղ գործողություն։ Հիմա, այսինքն դու գալիս ես, որպեսզի ցույց տաս կենդանիակներին, այսինքն, էլի, պատկերով ասած, հոգևոր աշխարհից ջուրն այդ կտոր ես վերցնում ու գալիս ես ու այդ կտորը բան ես անում։ Проявляешь արտահայտում ես նյութական աշխարհում։ Չէ՞։ Այսինքն սա ինչի մասն է խոսքը, որ ու հաջորդ կյանքում, հաջորդ բանով ինքը ասեց քո սեփական կամքի համաձայն, հա, ընդունում ես բան տարբեր կենդանիակների ֆորմա։ Հա, այսինքն միանգամից ինչ գաղափար առաջ քաշեց։ Դու գալիս ես այս աշխարհ։ Եվ գալուց բերում ես քո տրանսցենդենտալ բնությունը, այսինքն այն, որ այսինքն դու չես գալիս, ինչ է, մեկ դա մի անգամ քննարկել ենք, չէ՞, դու չես գալիս այս աշխարհ ոչ ատելությունից, ոչ նախանձից, ոչ կապվածություններից, ոչ ագահությունից, ոչ այն ամեն ինչի համար, որ կենդանիակները գալիս են նյութական աշխարհ, չէ՞, Բրահման ինքը ասում է դու դրա համար չես գալիս։ Դու երբ որ գալիս ես, դու այս աշխարհ ես բերում քո տրանսցենդենտալ բնությունը։ Այսինքն, որ դու ազատ ես, ասենք, ամեն տեսակի թերությունից, որոնց մեջ խրված են նյութական աշխարհում ապրող կենդանիակները։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ սա ինքը շատ կարևոր գաղափար է։ Հիմա հաջորդ գաղափարը, որը Տեր Բրահման ինքը բան արեց, ինքը ասեց. Երբ որ դու գալիս ես, դու ինչ-որ նպատակ ես հետապնդում։ Եվ երբ որ դու գալիս ես այդ նպատակը իրականացնելու, հիմա հաջորդ սպանիչ գաղափարը, որը շատ բարդ է ընկալվում ընդհանրապես, հա։ Ինքը ասեց, համապատասխան այն խնդրի, որով դու եկել ես, դու ինչ-որ մի նյութական մարմին ես վերցնում։ Այսինքն մարդու համար, հա, արդեն իսկ դժվար է ընդունել, որ Աստված կարող է օրինակ մարդու կերպարանք ընդունել եւ գալ։ Հենց որ ինքը մարդու կերպարանք է ընդունում, իրան ասում են դե ինքը սովորական մարդ է, ով ասել, որ դա Աստված է։ Հիմա արիացիները իրենք այսպես հանգիստ, հասկանում եք, ես միշտ ասում եմ, էլի, որ բաներ կան, չէ, որ արիացիները որ գրում են, անձամբ ես միշտ մտածում էի, այս մարդիկ իրանք կամ հիմար են, որ մտածում են, որ կարող են այսպիսի բաներ գնել ու ընդունված լինել, հասկանում եք, կամ էլ սրանք իրոք իրանք իրականության մասին են խոսում, եւ սա ֆանտաստիկ իրականություն է, որի մեջ իրանք կապրել են, չէ՞։
Հիմա տեսեք, Տեր Բրահման ինքը մի հատ սենց համարցակ գաղափար առաջ քաշեց, որը մենք մի անգամ քննարկել ենք արդեն։ Ինքը ասում է Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ գալիս է նյութական աշխարհ, ինքը պարտադիր չի, որ պիտի մարդու կերպարանք ունենա։ Դա այդ միտքը, որ ինքը մենակ կարող է մարդու նման լինել, չէ՞, դա մարդու գոռոզությունից ծնված գաղափար է։ Տեր Բրահման ասում է, կենդանական մարմիններից մինչև կիսաստվածների մարմին, որը հարկ ես համարում, նպատակը իրականացնելու համար, նա էլ վերցնում ես։ Հիմա տեսեք, մարդը իր գոռոզության տեսանկյունից, չէ, այսպես նայում է, ասում է ոնց օրինակ։ Աստված կարող է ծնվել վարաս, այ մենք հեսա շուտով մտնելու ենք այդ պատմության մեջ։ Յակ, ես ինչ տագետ, ես ինչ տախմար գաղափար է, չէ, ես ինչ վիրավորանք է հասցված, դուք պատկերացնում եք, չէ, ասենք օրինակ սկզբում, երբ որ ես նոր սկսել էի, այնտեղ մի հատ բան կար, ասենք տեքստ կար, որտեղ կուտին քաղաքում էր ասում էր կոլոտոսային մոտքերը, կոլոտոսային ձեռքերը, ես ինչ, չէ, եւ ես խոսացի դրա մասին, թե լոտոսը ինքը ինչ նշանակություն ունի, եւ այնտեղ մի հատ այդ սահմանափակ մտածելակերպ ունեցող, բայց անկեղծ, ես չեմ վիրավորվում, այնտեղ բացարձակ անկեղծ քրիստոնյա էր, որը այնտեղ այն բանը տղամարդկանցից էր երևում էլ, որ sense մեծ խաչեր են կախում։ Չէ, ու ինքը այսպեսի ջղայն ինտոնացիայով մտավ, բա ինչպես եք համարձակվում Աստծուն համեմատել ծաղիկի հետ։ Հասկացա, ինքը իր համար, ինքը իր հարգանքի աստիճանն էր բանանում, էլի, արտահայտում։ Դրա համար է, որ ես ընդհանրապես այդպիսի բաների վրա չեմ ժղանանում, դες հասկանում եմ, որ մարդը ինքը իրականում ոնց որ ինքը շատ հարգում է Աստծուն իր մեջ, հա, եւ այդ իր պատկերացումների համար սա անհարգանք է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք այո, արիացիների մոտ Աստծո հետ կապված այնքան գաղափարներ կան, որ ցանկացած հատկապես մուսուլմանների եւ քրիստոնյաների համար դա պրոստը սրբապղծություն է, այդպես չի, որ ես չեմ հասկանում, որ ինչու մենք, ասենք, արիացիները քննարկում են, դա մեր ժամանակներում գործող կրոնների համար ուղղակի, չգիտեմ, եսի ինչ կատաղություն առաջացնող գաղափարներ են, չէ՞։ Հիմա տեսեք, Բրահման ինքը հանգիստ ասում է, համապատասխան քո նպատակի դու կարող ես վերցնել կենդանու մարմնից սկսած մինչև կիսաստծո մարմին։ Մարդը ինքը ընդդիմանում է։ Ինչու՞։ Որովհետև ինքը, օրինակ, կենդանիների մարմինը ընկալում է որպես թերություն։ Ինչու՞։ Որովհետև կենդանին ինքը բանական չի, այսինքն ոնց կարող է Գերագույն Աստծո ազնվորությունը դառնա մի հատ տգետ վարաս օրինակի համար։ Հասկանում եք, մենք ձեզ հետ մի անգամ սա խոսել ենք, հիմա նորից կվերհիշենք, որտեղ վաղուց ենք խոսել, կարող է մոռացել եք։ Ինչի մասն է խոսքը։ Խոսքը գնում է ոչ թե դրա մասին, որ եթե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը վարազի տեսք է ընդունում, ինքը դառնում է վարազի նման տգետ։ Խոսքը գնում է, թե այդ մարմնով ինչ ֆունկցիա է կարելի կատարել։ Հասկանում եք։ Այդ ինչ ֆունկցիա է կարելի կատարել այդ մարմնով։ Երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը օրինակի համար մենք պատմություն կունենանք, չէ, Բախտանյակյանը, այդ երբ որ այլ հնոցիով բան են անում, որ կարակ ստանան կաթից, չէ, այդպես մի հատ պատմություն կբանկանենք, որտեղ կիսաստվածներն ու դեմոնները իրար հետ միասին պատճառահետևանքային օվկիանոսը կհարեն, որպեսզի ասենք նյութական ինչ-որ բարիքներ ստանան, չէ, եւ իրանք չեն կարողանում այդ հնոցին ինքը չեն կարողանում պահել էլի, որտեղ շատ ծանր է եւ Գերագույն Աստծո ազնվորությունը այդ ժամանակ ինքը բան չի պահում։ Չի պահում ծեր հայրեն։ Այդպես մենք այնպեսի բառեր եմ մոռանում, որ
մտածել, որ սկլերոզ ամատ է սկսվում։ Так, կներեք։ Կրիա, ուրեմն, այ ինքը կրիայի մարմին է ընդունում և գնում է այդ ահռելի հնոցի տակ, ահռելի կրիայի մի հատ մարմին է ընդունում և գնում է այդ հնոցու տակը նստում, որպեսզի ասենք այդ հնոցին ինքը ձեռքներից չընկնի, հենց որ մի քիչ թուլանում է, բաներնում իր մեջքին է գնում, հասկանում ինքը ինչու այդ մարմինը վերցրեց, ոչ թե որտև ինքը կրիայի նման տուպոյ դարձավ, այլ որովհետև կրիայի մարմինը նյութական աշխարհում ինքը բան ունի, այդ պանցիրը ունի, հատկապես այն չափսերի, որ ինքը դարձավ, չէ, այդ պանցիրը շատ հաստ էր, այն որպեսզի ինքը կարողանա աջակցի կիսաստվածներին և դեմոններին, որ այդ հնոցիով հարեն այդ օվկիանոսը և ստանան այն ամենը, ինչ պետք է նյութական աշխարհում, ասենք, լավ ապրելու համար։ Հասկանում եք, այսինքն ինքը ոչ թե տգետանում է այդ կենդանու նման, այլ ընդհանրապես վերցնում է այդ մարմինը, որովհետև այդ մարմինը ինքը համապատասխան է այն ֆունկցիային, որ ինքը այդ պահին պիտի կատարի։ Վերցնի իր վրա։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, ինչպիսի ֆունկցիա ավել ուզում եք Գերագույն Աստծո ազնվորությունը կա, ինչքան էլ նյութական աշխարհում ապրողների տեսանկյունից դա լինի ինչ-որ մի հատ բարդ, ծանր, եսիմինչ աշխատանք, Գերագույն Աստծո ազնվորության համար դա միշտ մնում է խաղ։ Որտեղ ինքը մի հատ սեփցանի ու ամեն ինչ ինքն իրան կլինի։ Ուրեմն ինչի համար է իրան պետք, որ ինքը արտահայտվի։ Առաջինը դա իրան պետք է, որպեսզի ինքը աջակցի կրոնականության ճանապարհը բռնող կենդանի էակներին։ Ինչու՞, որպեսզի իրենք համոզվեն առաջինը, որ ինքը կա։ Հիմա, իսկ երբ որ արդեն ինքը խառնվում է նյութական գործերին, չէ՞, դա ինչ է, ինչի համար է անում, որպեսզի նյութական աշխարհում ապրող հոգևոր ճանապարհը բռնած կենդանի էակները, ոչ թե հավատան, այլ տեսնեն, որ Աստված միշտ իրանց հետ է։ Հասկանում եք, որ ինքը միշտ իրանց հետ է, միշտ աջակցում է, միշտ պատրաստ է օգնել։ Միշտ։ Եվ սա ինքը շատ կարևոր գործոն է։ Դրա համար է, որ Աստվածամերժության դարաշրջանում հոգևոր կյանքը ինքը շատ բարդանում է, որովհետև այդ է, որ ինքը հենված է հավատի վրա։ Իսկ արիացիները հենված էին փորձի վրա, շփման վրա։ Եվ այստեղ այս գաղափարները, ինչ որ առաջ քաշեց Տեր Բրահման, ինքը շատ կարևոր էր, հա։ Այսինքն ինքը ասես դու քո տրանսցենդենտալ գործով խաղերն ես բերում, չէ՞, այսինքն քո մենք արդեն խոսացինք, տրանսցենդենտալ է այն ամենը, ինչը որ իր հիմքում չունի թշնամանք, չունի մրցակցություն, չունի հիմա համագործակցություն նյութական մարմինների հետ։ Գերագույն Աստծո ազնվորությունը միշտ գործում է միայն հոգու շահերից։ Հա, իսկ որպեսզի կենդանիակը ինքը զարգանա, չէ, այդ զարգանալու ճանապարհին պարտադիր է, որպեսզի ինքը դուրս գա թշնամանքի եւ մրցակցության դաշտից եւ մտնի համագործակցության դաշտ, այսինքն առաքինության դաշտ։ Այդ առաքինության ժամանակ իրականում այդ առաքինությունը ինքը արդեն համընկնում է հոգու շահերի հետ։ Հասկանում եք, եւ դրա համար Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ նուրբ է վարվում առաքինության մեջ գտնվող կենդանիակների հետ։ Այդտեղ է, որ ինքը անմիջապես սկսում է ցուցաբերել իր աջակցությունը, որպեսզի հոգևոր մարդը ինքը հասկանա, որ ինքը երբեք մենակ չի եղել եւ երբեք մենակ չի, հա։ Ու հիմա տեսեք, այստեղ ինքը ասեց դու քո սեփական կյանքով քո սեփական կամքով ես ընդունում ինչ որ ձև, այսինքն սկզբից ինքը քննարկեց, որ դու գալիս ես, հետո քննարկեց, որ գալուց դու քո տրանսցենդենտալ դիրքը, քո տրանսցենդենտալ որակները չես կորցնում, դու պահպանում ես քո տրանսցենդենտալ բնությունը, հա, բայց
քո սեփական կամքով նյութական աշխարհում ընդունում ես այն նյութական մարմինը, որը քեզ պարտադիր է, այսինքն ներքուստ դու մնում ես տրանսցենդենտալ գերագույն աստվածավորությունը, արտաքինից վերցնում ես ինչ-որ մի հատ նյութական մարմին, որը համապատասխան է նրան, որպեսզի դու կարողանաս կատարել քո կամքը, այսինքն այն ինչի համար որ գալիս ես, չէ՞։ Եվ ինքը այստեղ ասեց կենդանիների եւ կիսաստվածների միջև։ Հա, ուրեմն առաջի հերթին մենք տեսնում ենք, որ ինքը ասեց դու քո կամքով ես գալիս։ Սա շատ կարևոր գաղափար է, որովհետև սովորաբար կենդանեակները մենք բոլորս մենք ծնվում ենք պարտադրված։ Մեզանից ոչ մեկին չեն հարցրել։ Դու բան ես արել, դու ուզում ես ընդհանրապես ծնվել այս աշխարհում, թե ոչ։ Մենք ինչ-որ մի բանի ենք արժանացել, հա, եւ ամեն կյանքում ձևավորում ենք արդեն մեր ամեն մի արարքով, ամեն մի մտքով, հարաբերությունների մեջ ամեն մի ճշտում ու սխալով մենք արդեն մեզ համար նորից հաջորդ կյանքեր ենք ապահովում եւ այդ ծնունդը ինքը արդեն պարտադրված է։ Տեր Բրահման ինքը ասեց դու քո կամքով ես գալիս։ Հա, հասկանում եք, այսինքն գիտակցված։ Սա ինչ է նշանակում այդ գիտակցվածը։ Նայեք, տեսեք, կենդանեակը ինքը, եթե ուշադրություն դարձնեք, չէ, բոլոր, այսպես մեր ժամանակներում դա հատկապես ցայտուն է երևում, բոլոր մարդիկ իրանք այս կամ այն չափով կռվի մեջ են գտնվում իրանց մարմնի հետ։ Կամ եթե որտեվ մարմինը մի թերություն ունի, որը երբեք հնարավոր չի զրոյացնել, մարմինը ինքը ժամանակավոր է, եւ այդ ժամանակավորության դեմ պայքարում են բոլորը, բայց ոչ մեկ չի կարողանում հաղթահարել, ոչ մեկին չի հաջողվել, չէ, հավերժ ապրել։ Հասկանում եք։ Այո, իհարկե կան կենդանիակներ, որոնք իրանք արիացիները ասում են ոսկե դարաշրջանում մենք ապրում էինք 100,000 տարի։ Խնդրեմ, հա, հիմա մի հատ համեմատեք այդ 100,000 տարին հիմիկվա 100 տարվա հետ։ Եվ կտեսնեք, որ անհամատեղելի են, չէ, այդ երկու թվերը։ Հասկանում եք, բայց միևնույն է, մարմնի ժամանակավորությունը ինքը միշտ այդ դաշտն է ստեղծում, ոչ որ մի հատ գծից, երբ որ արդեն սկսվում է ծերությունը, կենդանիակը ինքը սկսում է պայքարել այդ մահվան գիծը, ոչնչացման գիծը, ինչքան հնարավոր է իրանից հեռու տանելու ուրեմն գաղափարի հետ, չէ՞։ Եվ ինքը ինչ ասեց, ինքը ասեց դու քո կամքով ես ընտրում, այսինքն ոչ մի պարտադրանք չկա, որ դու ծնվես կամ գաս։ Եվ քո կամքով ես հեռանում։ Այսինքն քո եւ ծնունդի վրա ոչ մեկ չի կարող բռնանալ, եւ մահվան վրա եւ հեռանալու վրա ոչ մեկ չի կարող բռնանալ։ Հասկանում եք։ Հաջորդ ինքը ասեց, այ ուզում ես դու կենդանու մարմին վերցրու, ուզում ես կիս Աստծո, ոչ մի բան չի կարող աղտոտել, հասկանալ այդ քո ոչ մի բանը չի կարող նույնիսկ կպնել այդ նյութական բանը, սկվերնը, նյութական այդ կեղտոտվածությունը ինքը չի կարող կպնել քեզ։ Հասկանում եք։ Չի կարող կպնել քեզ։ Ես այս գաղափարը ինքը այս տեքստի մեջ կենտրոնական գաղափարն է։ Որ ոչ մի բան քեզ չի կարող պղծել։ Ինչ է նշանակում չի կարող պղծել։ Այսինքն դու ինչ սիտուացիայի մեջ ուզում ես արի, ինչ մարմնի մեջ ուզում ես արի, ոչ տգիտությունը, ոչ թշնամանքը, ոչ կրքերը, ոչ նյութական բարիությունը նույնիսկ չեն կարող քեզ
կեղտոտել։ Դու միշտ գալիս ես այստեղ հոգու շահերը պահպանելու համար, հա, եւ այդ նպատակի համար ինչ որ հարկ ես համարում, այն էլ անում ես։ Հաջորդ գաղափարը ինքը ուրեմն արդեն այսինքն սկզբից Տեր Բրահման ինքը քննարկեց թե Գերագույն Աստծո ազնվորությունը ինչպես է գալի, ում համար է գալիս, ինչ քայլեր կարող է անի, որոնք իրական սովոր են մարդու համար, չէ՞։ Եվ հիմա ինչի համար։ Ասում է դու գալիս ես, որպեսզի կատարես այն պարտականությունները, որոնք հենց դու էլ սահմանել ես։ Հա? Եվ այդ տեսեք, եւ այդ դրանից հետո է, որ Բրահման նորից ասում է, ես նորից ու նորից խորը ակնածանքից խոնարհվում եմ քո առաջ։ Հա, այսինքն ինչ ասեց այստեղ։ Որտեվ սա իրականում արդեն Գերագույն Աստծո ազնվորության բնավորությանն է վերաբերվում։ Հասկանում եք, մինչև այդ մենք պրոստը ուղղակի տեխնիկապես նայեցինք, որ այո, կան ինչ-որ անսովոր քայլեր, որը Գերագույն Աստծո ազնվորությունը կարող է անել այդ հոգևոր դաշտին աջակցելու համար։ Հա, իսկ հիմա Տեր Բրահման ինքը խոսում է Աստծո բնավորության մասին։ Ո՞րն է այդ բնավորությունը։ Ես մի ժամանակ դրա մասին ձեզ հետ խոսել եմ, որ այո, իհարկե հոգևոր կյանքում, երբ որ դու ծանոթանում ես հոգևոր գիտելիքի միջոցով Գերագույն Աստծո ազնվորության բնավորության հետ, կան այնպիսի կետեր, որոնք քեզ անասելի դուր են գալիս։ Չէ՞։ Եվ ես միշտ ասել եմ, որ երբ որ ես այս տեքստի ճշմարտությունը հասկացել եմ Աստծո մասին, ես ոչ մի բառերով չեմ կարող նկարագրեմ, թե ինչպիսի, այսպիսի ջերմ զգացում եմ ունեցել իր հանդեպ։ Երբ որ ես հասկացել եմ, որ ինքը միասնավորություն է, որը երբեք ոչ մի կենդանի էակի այդպիսի սկզբունք չի առաջարկում, որին ինքը չի հետևում։ Հասկանում եք։ Եվ սա, այդ ինչ որ հիմա Տեր Բրահման ասեց, ինքը այդ թեմայից էր։ Ինքը ասեց, դու ինքդ կրոնական տեսության մեջ հաստատել ես օրենքները։ Եվ երբ որ դու գալիս ես այս աշխարհ, դու այս աշխարհում, հա, ուրեմն կատարում ես, գալիս ես, որ կատարես այն պարտականությունները, որը հենց ինքդ էլ վերցրել ես։ Հասկանում եք։ Եվ այս գաղափարը, այսինքն ինքը ինչ պարտականություններ է ինքը վերցրել, եւ որ ինքը խոսել է գիտելիքի մասին, ինքը ինչ է խոսացել։ Ինքը խոսացել է, որ ինքը ղեկավարն է, որ ինքը արարիչն է, որ ինքը բարյացակամ է, որ ինքը պաշտպանն է եւ прибежище ապաստանը, հա, ապաստարանն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա դա նշանակում է, որ ինքը իր վրա այդպիսի պարտականություններ է վերցրել։ Եվ երբ որ նյութական աշխարհում հոգևոր մարդկանց, հոգևոր կենդանեակների, իրական հոգևոր էլի, այսի շատ կարևոր է, որ իրական հոգևոր մարդկա կենդանեակներին, չէ՞, այսպես էլի ոնց որ ասած նեղացնում են, կամ ինչ-որ մի բան է այնտեղ աղավաղվում է, կամ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, որոնցում կարող է հոգևոր ճանապարհը շեղվել ճշմարտությունից։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը անմիջապես գալիս է, մասնակցություն է ունենում, ամեն ինչը դնում է իր տեղը եւ հեռանում։ Հասկանում եք, եւ այդ դրանով, չէ, մոտավորապես այ մի հատ մոտավորապես պատկերացրեք, հա, որ մենք ապրեինք Աստվածակենտրոն դարաշրջանում, արիացիների քաղաքակրթության մեջ եւ մասնակից լինեինք այսպիսի իրականության։ Երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը գալիս է, երբ որ դու հասկանում ես, որ դա հենց ինքն է, եւ հնարավորություն ունես իրան տեսնելու։
Այդ դա ինչպիսի հիմք կլներ հոգևոր կյանքի համար։ Հասկանում եք, եւ այո, մեր դարաշրջանում հոգևոր կյանքը ինքը շատ բարդացած է։ Շատ է բարդացած։ Որովհետեւ չկա այն մաքրությունը, այսինքն այսպես էլի, եթե մենք ընդհանուր բանաձևով ասենք, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գալով նյութական աշխարհ ընդհանրապես իր վրա ոչ մի ազդեցություն չի կրում այս աշխարհից, չի խորասուզվում ատելությունների եւ կապվածությունների մեջ, կարող է ընդունել ցանկացած մարմին, որպեսզի կատարի այն գործը, որի համար եկել է, ոչ մեկ իրեն չի կարող պարտադրել գալուստը եւ ոչ մեկ չի կարող իրեն պարտադրել հեռանալու պահը։ Ինքը միշտ ցուցաբերում է այդ երկու կետում բացարձակ ազատություն։ Եվ սիրելիներս, ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գալիս է, որպեսզի կատարի այն պարտականությունները, որը հենց ինքը իր վրա էլ եւ դրել է։ Ինչու է Գերագույն Աստծո ազնվորությունը իր վրա պարտականություններ վերցնում։ Մի պարզ պատճառով, որովհետև ինքը տեսնում է, որ ինքը անսահման հզոր է, իսկ կենդանի էակները անսահման անզոր։ Կենդանի էակը իրականում արիացիներ իրանք շատ ճիշտ բան են նկատում։ Իրանք ասում են կենդանի էակը ունի ընդամենը մի բան։ Ինքը ունի ցանկանալու ընդամենը մի բանն է իրանը, ցանկությունը։ Մնացած ամեն ինչը իրեն տրամադրում է Աստված։ Ինչի միջոցով, որ կենդանիակը ինքը կարող է այդ ցանկությունները իրականացնել։ Եվ Տեր Բրահման հիմա ինքը այդ է տեսնում Աստծո մասին, որ դու պատրաստ ես, երբ որ դու գալիս ես նյութական աշխարհ եւ ուզում ես աջակցել, այսինքն հենարան լինել, ապաստարան լինել, պաշտպանել, զարգացնել այդ նպատակները, այդ պարտականությունները կատարելու համար դու պատրաստ ես նյութական աշխարհում քո վրա վերցնես լուբոյ մարմին, որը այդ պահին անհրաժեշտ է, որպեսզի այն ֆունկցիան, որը ինքը կլինի, պետք է կատարվի, ինքը կատարվի։ Եվ երբ որ մարդը ինքը համարում է, որ Աստծո համար կենդանու մարմին վերցնելը դա նսեմացուցիչ է, այստեղ ամենակարևորը դա է, որ ինքը պիտի հասկանա, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ոչ թե վերցնում է պայմանավորված կենդանի էակի հիվանդոտ գիտակցությունը, այլ վերցնում է ընդամենը մարմինը, բայց ներքին վիճակով ինքը մնում է նույն տրանսցենդենտալ, հզոր, ամեն ինչի մեջ հաստատված, ուրեմն կենդանի ազնվորությունը կներեք։ Եվ հույսով եմ, որ մենք ուրեմն կարողացանք այս բարդ իրավիճակի մեջից հերթական անգամ դուրս գանք եւ շատ շուտով ունենալու ենք պատմություն, որտեղ հենց ամենաառաջի հերթին էլ համոզվելու ենք, թե ինչու համար է ընդհանրապես Աստծուն պետք գալիս այս աշխարհում ընդունել տարօրինակ մարմիններ։ Եվ այսօր այսքանը։ Ստեսություն։